Հոկտեմբերի 15 Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Ով կդիմանա նրա գալստյան օրը Մաղաքիա 3:2 Նրա առաջի գալուստը չնշանավորվեց ոչ փառքի երևալով, ոչ կարողության դրսևորմամբ։ Այնուամենայնիվ չկար մեկը, ով կարող էր խոչընդոտել նրա աշխարհ գալուն։ Հերովդեսն ու ողջ Երուսաղեմը տագնապած էին նրա արտասովոր ծննդյան մասին լուրից։ Սակայն մյուսները, որ սպասում էին նրա գալուստին, հայտնաբերեցին սեփական անհետևողականությունը, չընդունելով Քրիստոսին, երբ նա հայտնվեց։ Նրա երկրային կյանքը հզոր մաղ էր, որ մաղեց շատ կրոնավորների և միայն նրանցից քչերը դիմացան նրա քննությանը։ Իսկ ինչպիսին կլինի նրա երկրորդ գալուստը։ Եվ որ մեղավորը չի վախենում դա պատկերացնելուց։ Իր բերանի գավազանով երկրին պիտի հարվածի և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։ Եսայա 11:4 Եվ իր նվաստացման պահին նա ընդամենը պատասխանեց. Ես եմ, զինվորները գետին ընկան։ Հովհաննես ավետարան 18:6 Ինչ սարսափ կմահակի նրա թշնամիներին, երբ լիովին հայտնվի. Ես եմ։ Նրա մահը ցնցեց երկիրն ու խավարեցրեց երկինքը, բայց որքան սարսափազոր կհնչի կենդանի փրկչի ձայնը, երբ նա իր մոտ կանչի ողջերին և մեռածներին։ Օ, եթե միայն դատի սպառնալիքը մարդկանց ստիպեր թողնել իրենց մեղքերը և որդուն համբուրել, որպեսզի չբարկանա։ Աստծո գառը նաև առյուծ է Հուդայի ցեղից, որ պատառատում է զոհին, ու թեև նրա ջախջախված եղեգը չպիտի փշրվի, նա իր թշնամիներին երկաթե գավազանով կկործանի և նրանց կջարդի ինչպես բրուտի անոթ։ Թշնամիներից ոչ ոք չի դիմանա նրա զայրույթի սաստկությանը և չի թաքնվի նրա բարկության խոցող որոտից։ Սակայն նրա սիրելիները, սրբված իր թանկագին արյամբ, սպասում են գալուստին ուրախությունով և հույսով լի։ Նա հիմա էլ փորձությունների կրակով մաքրում է հավատացյալներին, որպեսզի նրանք մաքուր ոսկի դառնան։ Եկեք փորձենք մեզ այս առավոտ, հոգանք այն մասին, որ մեր ընտրյալ լինելն անօգուտ չլինի, որպեսզի Տիրոջ սպասվող գալուստը մեր գիտակցության մեջ վախ չծնի։ Օ, սիրելի Աստծո զավակ, միայն թե շնորհքը մեզ ազատի ամեն տեսակի երասպաշտությունից, որպեսզի նրա գալստյան օրը իր առաջ մաքուր և անբասիր ներկայանանք։